Բարև ձեզ սիրելի բարեկամներ, բարև ձեզ սիրելի եւ հպարտ հզոր հայազգ ջան։ Այսօր խոսալու եմ Նիկոլ Փաշինյանի մասին եւ արձագանքելու եմ Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը 3 մարտի 26-ին 2026 թվականին ազգային ժողովում արել է հետեւյալ հայտարարությունը։ Նա ասել է, որ Հայաստանի Հանրապետությունը հորթի կարգավիճակ ունի։ Ունեցել է մինչև իրան։ Ինչ անենք, խոնարհվենք դեմդ Նիկոլ Փաշինյան, ուզում ես հանես հորթի կարգավիճակից։ Իսկ հիմա տեսնենք այս տեսանյութը, որ իմանաք ինչի մասին է խոսքը, այնուհետև ես կարձագանքեմ, խնդրենք։ Էլի գիտեմ դժվար է անցալվելու։ Գիտակցված զողողության մենք գնացել ենք 2020 թվին, դրա համար է, որ դրա արդյունքում ձեռք ենք բերել պետություն եւ անկախություն։ Սրանից առաջ այդ բոլոր զողողությունների հեղինակը մենք չենք եղել, մեզ տարել են կառափնարան եւ զոհել են իրենց շահերին։ Առաջին անգամ մենք զողողություն ենք գնացել մեր շահերի համար, հասկանում եք, մեր պետության համար, մեր ինքնության համար, մեր ապագայի համար։ Եվ էսա ներվայնացնում բոլորին, որովհետեւ բոլորին ներվայնացնում է դուք ով եք, որ որոշեք։ Մենք պետությունն ենք։ Մենք Հայաստանի Հանրապետությունն ենք եւ մենք որոշել ենք։ Ինչու ենք որոշել։ Որովհետեւ ի տարբերություն ոմանց ունեցել ենք մեր ժողովրդի տված լեգիտիմությունը, այդ դրա համար ենք որոշել։ Մենք քվեատուփեր լցելով չի որ եկել ենք, հասել ենք իշխանության։ Ոչ էլ ստեղից ընդեղից դաբրոներ ունենալով ենք եկել հասել իշխանության։ 2018 թվականի հեղափոխությունը ասում են սա է աջակցել, տեղի է ունեցել ի հեճուկս բոլորի, որովհետև բոլորին ձեռք էր տալիս Հայաստանի Հանրապետությունը ունենալ հորթի կարգավիճակում, որի վզից պարանը գցած որտեղ ուզում տանում են։ Նիկոլ Փաշինյան, ուրեմն ուզում եմ ձեզ ասեմ, որպեսզի դուք հասկանաք մեկ անգամ եւս Հայաստանի Հանրապետությունը ինքը իրանով չի կարող լինել հորթի կարգավիճակով, քանի որ Հայաստանի Հանրապետությունում բնակվում են ազգությամբ հայեր։ Իսկ հայ ազգը հարկ եղած դեպքում կարող է դառնալ հովիվ եւ այն մնացած ազգերը, ովքեր որ վատ են վերաբերվում Հայաստանի Հանրապետությանը, այդ թվում նաև ձեր բարեկամ թուրքերը եւ ադրբեջանցիները, դառնան այդ հորթերի եւ ոչ մենակ հորթերի ոչխարների հովիվը, տանեն դաշտը, արածացնեն, ջուրել չտան, նորից հետ բերեն։ Եթե կասկածում եք, ես բազմաթիվ անգամ այդ բանը կատարել եմ։ Հրավիրում եմ ձեզ ինձ հետ մեկնել Մոսկվա քաղաք, Մոսկվայում կան մեծ շուկաներ, եւ այդ շուկաների տերերը կամ ջհուդներն են Բաքվի, կամ ադրբեջանցիները։ Տաբունով լցնեմ հետևս, հոշ անելով, մանտամ, ուր ասեք ընդ քշեմ, ու իրանք քշվեն։ Նիկոլ Փաշինյան, այնպես որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող լինել հորթ։ Այ հորթ եղել են կառավարությունները, նախկին եւ ներկա Նիկոլ Փաշինյան, որոնք քանդել են Հայաստանի Հանրապետությունը, սկսած ձեր քաղաքական պապայից Նիկոլ Փաշինյան, Լևոն Տեր-Պետրոսյանն իր խունտայի հետ միասին, որ 1988 թվականին քանդեց իմ երկիրը, այնուհետև հանդես եկավ ելույթով, որ տղայեք մի տվեք, չէ՞ որ կարգախոսով էր եկել միացում Արցախ։ Դա ինչ եղավ, Նիկոլ Փաշինյան։ Դուք էլ ընդ ոտերի տակ ման եք գալ այդ ժամանակ։ Հիմա ինչից եք խոսում, ինչ հորթի կարգավիճակից եք խոսում, Նիկոլ Փաշինյան։ Կամ խոսում եք մեզ ոչ մեկ չի օգնե, մենք եկել ենք Թավշյա հեղափոխությունը, որ հեղափոխությունը, Նիկոլ Փաշինյան։ Այն մի հատ խոսք կա, չէ՞, ժողովրդական լոլո կրդի տղերն լոլո։ Նիկոլ Փաշինյան, ձեզի պատրաստել են հատուկ ծառայությունները, ձեզ պատրաստել են ձեր քաղաքական պապաները, էփել են, բերել են, ուզում էին ձեզ սարքեին, այն որ ասում է կրայնի, կներեք ռուսերեն բառից համար, Այնը չստացվեց։ Այդ 3 նախկին կառավարությունները նենց էին զզվցրել ժողովրդին, որ ժողովուրդը ճարահատված, ձեր տեղը մի հատ պոլիպեդներ էին ընտրելու։
Նիկոլ Փաշինյանից, որ դուք ժողովրդական վարչապետ չեք, ոչ թե ժողովրդավար եք, բայց այսօր հայ ազգս արթնացել է։ Եվ քաղաքական դաշտում հանդես են գալի նոր ուժեր, հայկական ուժեր, Նիկոլ Փաշինյան, հայկական ուժեր, եւ հայկական ուժերը գալիք 2026 թվականի ընտրություններում ջախջախելու են ձեզ բոլորիդ են ջախջախելու։ Հայաստանը, Հայաստանի Հանրապետությունը դա հայ ազգինս է, մնացածները մի մկաս է, հասկացաք, եւ Հայաստանի Հանրապետության կոմունիստական, ժողովրդական կոմունիստական կուսակցությունը աջակցելու է այդ ուժերին, մինչև վերջի շունչս, քանի սիրտս խփվում է, Նիկոլ Փաշինյան, ես պայքարելու եմ ձեր բոլորի դեմ եմ պայքարելու, եւ հայը գալու է իշխանության, որպեսի ծաղկեցնի մեր Հայաստանի Հանրապետությունը, եւ ոչ այս սահմաններում, Նիկոլ Փաշինյան, ես ձեր սրտով խոսամ, այո, Արտուր Ֆարմանյանը ռևանշիստ է, ինչը որ հայինս է, դա պետք է լինի հայիս, հայկական Արցախ, ոչ մի Ղարաբաղ, Նիկոլ Փաշինյան, Արցախ, հայկական Արցախ, Արցախը հայությունս պետք է ապրի իր տները, Մասիս լեռան հետևում գտնվող բոլոր հողերը, բոլոր, մի սանտիմետր հող չի մնալու թուրքին Նիկոլ Փաշինյան, հետույքներիցդ բոմբ գցեք չի ստացվելու Նիկոլ Փաշինյան, կենաց մահու կռիվ եմ տալու, ասեմ իմանաք, այդ որ ասեք սեպտեմբերին, եթե մենք չընտրվենք կլինի կռիվ, Նիկոլ Փաշինյան, հետում եք վախցնում, հայ ազգին եք վախցնում, Դե հայլու մեջ նայեք, դուք ձեզի որ ասեք, դուք կվախենաք, քանի որ դուխով բառը ճիշտ չեք օգտագործել, կամ ճիշտ չեք հասկացել, հայը չի վախենում Նիկոլ Փաշինյան։ Ժողովուրդ ջան, երկրորդ հարցը, որը որ նորից ուզում եմ ուղղել պարոն Փաշինյանին, Չարաբաստիկ վարչապետին, հետևյալն է։ Մարտի 24-ին, 2026 թվականին, մարտի 25-ին, 2026 թվականին Նիկոլ Փաշինյան ազգային ժողովի մոտ հավաքվել են անհայտ կորած մեր երեխաների, զինվորների, ազատամարտիկների ծնողները եւ զոհվածների ծնողները Նիկոլ Փաշինյան։ Մարդիկ պահանջում են հետեւյալը, անգամ կարամ ասեմ չէին պահանջում, խնդրում էին, որպեսզի դուք հրապարակեք ուր է հասել քննությունը 44 օրվա դավաճանված պատերազմի մասով։ Եղավ հետևյալը, սիրելի բարեկամներ, նախորդ ասեմ, որ Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը, այնտեղ էր նաև Արսեն Վարդանյանը, ազգային ճակատ կուսակցության ղեկավարը, մենք մեր աջակցությունը հայտնեցինք զոհված ազատամարտիկների եւ անհայտ կորած ազատամարտիկների ծնողներին, ասելով, որ մենք կանենք հնարավոր եւ անհնարը, ինչը որ կախված է մեզանից եւ մեր ձեռքերով մենք ինչ կարող ենք անել, մենք կանգնած ենք այդ մարդկանց կողքին եւ աջակցելու ենք իրենց։ Բայց նայում էինք կողքից Նիկոլ Փաշինյան, եկավ ձեր չորացած աղջիկ մի հատ, պատգամավոր ունեք կառե մազերով, կրավաթով 16 կիլո 700 գրամ։ Եվ նա ասեց հետևյալը, եւ փակցրել էր Հայաստանի Հանրապետության այդ նշանը, որ դուք բաժանում եք աչուձախ, միթոմ կուսակցական քարոզարշավ եք անում, բայց անում եք նախընտրական քարոզարշավ, էդի ձեր մուրը ձեր գլուխը, Նիկոլ Փաշինյան, անում եք, դուք երբ օրենքը չեք խախտել, որ այսօր պիտի չխախտեիք։ Եվ այդ ձեր աղջնակը ասեց հետևյալը, ձեր հետ խոսալու չունեմ։ Նիկոլ Փաշինյան, դուք այլևս չեք ուզում խոսակ, ձեր իսկ ասած հպարտ քաղաքացու հետ զզվում եք, Նիկոլ Փաշինյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ խոսալուց։ Ուրեմն կասեք ձեր այդ չկայացած պատգամավորներին եւ քաղաքական գործիչներին Նիկոլ Փաշինյան, որ հարգալից խոսեն, հարգանքով խոսեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ եւ անպայման հարգանքով լինեն
մեր զոհված ազատամարտիկների ծնողների հետ։ Ի տարբերություն ձեզ, Նիկոլ Փաշինյան, եւ ձեր այդ շայկայի, որ հավաքել լցել եք այդ ազգային ժողովում, եւ ոչ միայն ազգային ժողովում, կառավարությունում այդ թվում, այս մարդիկ արյունով են ապացուցել, իրենց երեխաների կյանքով են ապացուցել, իրենց նվիրված լինելը Հայաստանի Հանրապետությանը, Նիկոլ Փաշինյան։ Ձեր նման գրիչով չեն հազնե, ձեր նման գրիչով չեն դավաճանե, արյունով ապացուցել են իրենց նվիրվածությունը թե Հայաստանի Հանրապետությանը, թե հայ ազգին, անենց որ հարգանքով կխոսակ, հարգանքով հայ ազգիս հետ, հարգանքով Նիկոլ Փաշինյան, չշշկռվեք հանգարց։ Ասում են 1000 տոմ հատոր, գործ կա այդ 44-օրյա պատերազմով։ Ես որպես նախկին համակարգի աշխատող եւ իրավաբանական կրթություն ունեցող անձ, եթե կա 1000 հատոր, ուրեմն կա 1000 հոգի ամենակիչը մեղադրյալ։ Նիկոլ Փաշինյան, ինչու չեք հրապարակում այդ անուն ազգանունները, անգամ նրանց, ում վրա որ հարուցած է քրեական գործեր։ Դե պարզա դուք Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, նախկիներին դուք չեք դատի։ Դուք այդ լոջիկը չունեք, որ դատեք։ Ոչ էլ դուխը ունեք, ոչ էլ այդ ցանկությունը ունեք, քանի որ դուք նրանցից մեկն եք։ Հիմա սրանցը խի չեք հրապարակում, Նիկոլ Փաշինյան, շատ հետաքրքիր է ինձ։ Ես մտածում եմ, որ այդ մարդիկ, 1000 հոգի, միգուցե աշխատում են Պաշտպանության նախարարությունում, ներքին գործերի համակարգում, ձերի սարքած ժողովրդին ծեծող գվարդիայում։ Ինչու չեք հրապարակում։ Պատրաստում եք Հայաստանի Հանրապետությունն էլ հանձնել դրանց ձեռքերով, Նիկոլ Փաշինյան։ Հրապարակեք, եթե ազնիվ եք, ժողովրդավար եք, ամենայն փրկիչն եք դուք, Նիկոլ Փաշինյան։ Հրապարակեք, ինչի չեք հրապարակում։ Կամ դուք այդ որ դարպասներ էիք բացում ազգային ժողովի, եղբայր, քույրիկ, խոսում եք, ուր եք, ինչ եք, ուր եք հիմա, ինչ եք անում։ Դուք երեք եղել եք ազգային ժողովում, ձեզ զեկուցել են, որ ժողովուրդը տեղ կանգնած է, ինչու չեկաք նա այդ ժողովրդի հետ կանգնեիք խոսայիք։ Ժողովրդական, ժողովրդավար վարչապետ եք, այդ ժողովուրդն է ձեզ տվե այդ պողպատե մանդատ, այդ ձեռքը ջար տվեր ձեզի չտար։ Գայիք ասեիք ցավները տանեմ, հարգելի ծնողներ, ինչ է եղել, թե կամերաների տակ են, որ եթե մեզ ծնգես չոքում, գերեզմանների դեմը ծնողին ես փաթաթվում, կեղծավոր ձևի, դրանով ես եթում, չի անցնելու էլ Նիկոլ Փաշինյան։ Իդեպ, Նիկոլ Փաշինյան, մեկ հարցել եւս ձեզ, դուք ունեք Ռուբեն Ռուբենյան, ուրեմն Ռուբեն Ռուբենյանը մի հատ նյութ է հրապարակ է ժողովուրդ ջան, տեսահոլովակ, որտեղ որ, չգիտեմ, ինչ գաղտնա լսում է, ինչ է, քիչ az կտեղադրեմ կտեսնեք։ Ավելի ճիշտ հենց հիմա տեղադրեմ, խնդրեմ։ 2 տարի առաջ հրապարակվեց մի տարօրինակ ձայնագրություն։ Լսենք այն։ Политику и активное противостояние. Նիկոլ Փաշինյան, չգիտեմ, սա ինչ գաղտնա լսում է, գաղտնա լսում չէ, սարկած է, սարկած չի, ինձ դա չի հետաքրքրում ընդհանրապես։ Այն որ ասում է ձեր գործերով, ինչպես երեք ասեցիք, ազգային ժողով կպեք ձեր գործերին։ Այո, կպեք ձեր գործերին։ Ինձ դա չի հետաքրքրում, ինչ եք անում, ինչ ոնց եք անում։ Ինձ հետաքրքրում է մյուսը, Նիկոլ Փաշինյան։ Ինչու է Ռուբեն Ռուբենյանը կամ դուք պատասխանեք Ռուբեն Ռուբենյան, ինչ եք փակցրել խորհրդային միության դրոշը։ Հարց եմ տալի ձեզ։ Ի տարբերություն ձեզ դավաճաների Ռուբեն Ռուբենյան, այդ խորհրդային դրոշի համար չեմ ասում միլիոնավոր կյանքերը նախկին խորհրդային միության հանրապետության քաղաքացիների 300,000 մեր պապերից զոհվել են։ Զոհվել են 300,000 մարդ։ Այդ մեր մարշալներով, որ մեր հայ ազգը հպարտանում է, դուք չէ, դուք չգիտեք սկի ով է մարշալները, ասեմ 10-ից 10 անգամից մի անգամ եթե կարողանաք ասեք քանի հատ մարշալ ու գեներալ կա ունի հայ ազգը, ես ձեզի մեկ բակալ պիվա կառնեմ, որ պերաշկուց հետո խմեք բխկակ։ Ռուբեն Ռուբենյան։ Այդ մարդկանց անունն է, այդ մարդկանց արունն է։
Ինչա ամեն մի թեմա լմա խորհրդային դրոշը փակցնում է կամ խորհրդային միության զինանիշը։ Հերրու խաղացեք խորհրդային միության հետ ինչ որ կապված է։ Քանի որ ի տարբերություն ձեզ 4 կառավարությանը խորհրդային միությունը, խորհրդային Հայաստանը ստեղծել է գործարաններ եւ բանվորը եւ հավաքարարը եւ նախարարը նույն կարգավիճակով կարող էին գնային հանգստանալու, նույն կարգավիճակով կարող էին առանց փողի բուժվելու, ստանալու առանց փողի ուսում եւ կրթված մարդիկ դուրս գային, որպիսի հետագայում ծառայեն իրենց երկրին։ Երկիրը, խաղաղ երկիրը, չքնաղ երկիրը դրեցին ձեր քաղաքական պապաները, սկսեցին քանդելը, դուք սկսեցիք շարունակելը։ Նիկոլ Փաշինյան, հարցես, այդ կան գործարանները, որ ժողովրդի գործարաններն են, Նիկոլ Փաշինյան, արձանագրեք, գրեք ըտե, դրանք ժողովրդին են, ձեր քաղաքական պապան եւ իրանից հետո գալացածները, որ ծախեցին։ Ինչու չեք հետ բերում։ Ինչու չեք բերում, դուք ժողովրդական վարչապետ եք, Նիկոլ Փաշինյան։ Ինչու են սեփականատերերի ձեռքերում։ Ինչու կոնյակի գործարանը Հայաստանի Հանրապետությանը չէ այլևս։ Վիոլա ջուրը Հայաստանի Հանրապետությանը չէ այլևս։ Ասեմ, որտեվ դուք դավաճան եք բոլորդ, Նիկոլ Փաշինյան։ Մի հատ էներգետիկա կար, միթոմ Հայաստանի Հանրապետությանը էտել եք ասում, պետք է Ադրբեջանի հետ համատեղ լինի։ Փաստ, դուք եք ասում, ես չեմ ասում։ Ուրեմն հետևյալը, Նիկոլ Փաշինյան, դուք ժողովրդավար չեք, դուք ժողովրդի աջակցությունը այլևս չունեք, ասեմ, դուք բաժանեցիք ազգը սևերի եւ սպիտակների, բայց խաղի մեջ են մտել կարմիրները, Նիկոլ Փաշինյան, կարմիր գույնը սա է, Նիկոլ Փաշինյան, այս աստղը հիշեք։ Չնայած որ մենք չենք մասնակցում, Արտուր Ֆարմանյանը չի մասնակցում ընտրություններին եւ չկա ոչ մի ցուցակներում, բայց Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը աջակցելու է հայկական ուժերին, Նիկոլ Փաշինյան։ Եվ այդ աջակցությունից հետո երբ որ կգան իշխանության, քանի որ դուք չեք վերարտադրելու, մոռացեք, պրծել եք դուք, всё, չկաք, անհետացաք։ Մենք կվերադարձնենք բոլոր գործարանները, որը որ ժողովրդինն են։ Մենք կվերադարձնենք ջուրը, մենք կվերադարձնենք էներգետիկան, մենք կվերադարձնենք բոլորը, ինչը եղել է մինչև 1990 թվականը Հայաստանի Խորհրդային Հանրապետության սեփականությունը, այդ բառը ասելով նկատի ունենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Թալանը եւ լաֆան ավարտվեց, Նիկոլ Փաշինյան։ Ժողովուրդ ջան, եթե կարճ այս կանը, ես ասեմ հետևյալը, առջևում ընտրություններն են։ Դուք հիշեք մի բան, դուք եք որոշելու, ոչ մեկ չի կարող որոշել, դուք եք որոշելու։ Նայեք չսխալվեք, բայց աստղային պահը հայ ազգի եկել է։ Սա մեր վերջի շանսն է։ Եվ ես ձեզ ասում եմ, ոչ թե որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավար Արտուր Ֆարմանյան, ասում եմ ընդամենը, որ ես ձեզանից մեկն եմ, հայ մարդ եմ, 54 տարեկան հայ մարդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը որ ցավում է երկրի համար, որը որ ցավում է հայ ազգիս համար, որը որ իրեն համար որոշում է կայացրել պայքարելու մինչև վերջի շունչը, քանի սիրտս խփում է, ոտքերս, ձեռքերս աշխատում են հայ ազգի շահերի համար, հայիս լավ բարեկեցիկ ապրելու համար, հասարակ ժողովրդի եսը հարգելու համար եւ Հայաստանս ծաղկեցնելու համար։ Բայց Արտուր Ֆարմանյանը, որը որ ձեզանից մեկն է, նա ամենահզորը չէ։ Ես խնդրում եմ ձեզ, հետևեք մեր էջերին։ Մենք ընտրելու ենք եւ աջակցելու ենք միայն հայկական ուժերին, ոչ նախկին, ոչ ներկա, անգամ այն ուժերին, ովքեր սրանց հետ բարև բալուս է տված չունի։ Այն ուժերից մեկը
իրենց լիդերը կլի, թե իրենց անդամներից մեկը կլի, որ սրանցից մեկի հետ անգամ միած սելֆի արած կլի, նրանք մեր հետ չեն։ Միայն ազնիվ մաքուր հայը, դա է մեր ընտրանքը, ազնիվ մաքուր հայը։ Եվ ես կռիվ եմ տալու թե իշխանության հետ, թե իրենցից սարքած ընդդիմության դեմ, քանի որ մենք սխալվելու իրավունք չունենք։ Սա մեկ անգամ եւս կրկնեմ վերջին շանսն է մեր հայ ազգի լինել եւ չլինելու, բայց ես համոզված եմ, որ ենք այդքան չկան, որ մենք չլինենք։ Մենք եղել ենք, կանք եւ կմնանք։ Նկատի ունեմ հայ ազգիս։ Այսքանը։ Գեցե Հայաստանից Հանրապետությունը, գեցե հայ ազգս, գեցե հայկական սփյուռքս, գեցե ջավախկա հայությունս, գեցե Արցախը հայությունս, գեցե հայկական Արցախը Նիկոլ Փաշինյան, ոչ մի Ղարաբաղ, Ալեն Սիմոնյան, Ղարաբաղ չկա, չկա Ղարաբաղ, Արցախ, Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, Արցախ, հայկական Արցախ, Արցախը հայությանս Արցախ, հայ աշխարհի Արցախ, Սևան, Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, Սևան, Երևան, Մասիս լեռ, հայկական, առաքելական, սուրբ եկեղեցի Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, հայկական եկեղեցի։ Գեցեք դուք, սիրելի մեր ավագ քույրեր եւ եղբայրներ, տատիկ եւ պապիկներ, վճռական խոսքը ձերն է, ձեր կյանքի փորձն է։ Դուք ապրել եք անկախ Հայաստանում եւ դուք ապրել եք խորհրդային Հայաստանում։ Դուք համեմատեք ինքներդ։ Մեր կոմունիստական, սոցիալիստական գաղափարախոսությունը ռեկլամի կարիք չունի։ Դուք տեսել եք ինքներդ, ինքներդ եք տեսել, ոնց եք ապրել, վաղվա օրը ոնց եք պլանավորել, մի տարի առաջ ոնց եք պլանավորել, անվճար ուսումով, առողջապահությունով, ամեն ինչով, ամեն ինչը հասարակ մարդու համար, հասարակ քաղաքացու համար, ոչ թե օլիգարխների եւ կապիտալիստների, որոնք որ թալանից հետո արդեն խմում են ժողովրդիս արունը։ Պրծել է ժողովուրդ ջան, հունիսի 7-ին կասեք դուք ձեր վճռական խոսքը, պինդ եղեք, ամուր եղեք, դուք եք ասելու, մեր տատիկ եւ պապիկներ, ավակ քույրեր եւ եղբայրներ, ձեր ցավը տանեմ, ամեն ինչ լավ է լինելու։ Սիրելի բարեկամներ, սիրելի հայ ազգ, ձեր ցավը տանեմ։ Արթնանում եք, ուղեղներդ միացնում եք եւ քայլում եք առաջ։ Դուք արժանի եք լավին։ Դուք արժանի չեք, որ ձեզ անվանեն հորթ։ Հորթերը իրանք են եւ իրենց քաղաքական պապաները եւ իրենց քաղաքական ընկեր բարեկամները, որոնք հայ ազգիս թշնամին են։ Դուք էլ առողջ եղեք, պինդ եղեք, խաղի երկինք եմ ցանկանում ձեզ։ Եվ վերջում ուզում եմ ասեմ, որ հույսով եմ կհանդիպենք, ստեսություն, Աստված բոլորիս պահապան։